Կանանճարահետ հասարակական կազմակերպությունը Ամերիկայի դեսպանատան աջակցությամբ իրականացնում է գյուղատնտեսության աջակցության ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի գրեթե բոլոր մարզերի տարբեր համայնքներում ձևավորվել են ֆերմերային դաշտային դպրոցներ։ Կանանց խմբերից կազմված դպրոցները զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, աճեցնում ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսեր։ Շուկայի խնդիր ֆերմերային դաշտային դպրոցները չունեն, ստացված բերքը իրացվում է հիմնականում դեսպանատներում։ Կանանց այսպիսի խմբեր Հայաստանում գործում են 30 համայնքում, որոնցից մեկն Լոռու մարզի Գարգար համայնքն է։ Գարգարի ֆերմերային դաշտային դպրոցում ներգրավված է 15 կին։ Նրանք համատեղ մշակում են մոտ 1 հեկտար հողամաս։ Այստեղ տարեկան շահույթը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Հիմնականում ներգրավված են կանայք, քանի որ սա նաև բնապահպանական կարելի ասել բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագիր է, այսինքն շեշտը դրված է առանց թունանյութերի մթերքի արտադրությանը։ Հետևաբար կանայք ավելի ոգևորվող են, կանայք ավելի շատ են մտածում իրենց ընտանիքի, համայնքի առողջության մասին եւ կարելի ասել ոչ քիմիային նշանաբանն է։ Հայաստանում գործող ֆերմերային դաշտային դպրոցների կանայք պարբերաբար մասնակցում են սեմինարների, ծանոթանում օրգանական գյուղատնտեսության գործընթացում նորամուծություններին, հանդիպում են, փորձը փոխանցում միմյանց։ Այսպիսի մի հանդիպում էլ տեղի ունեցավ հենց Գարգարի ֆերմերային դաշտային դպրոցում։ Ներկա են Հայաստանում գործող բոլոր խմբերից ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանից եւ Հայաստանում ամերիկյան դեսպանատնից։ Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվել ձեզ տեսնելուց համար եւ անհամբեր սպասում եմ երբեմ ձեզ հետ առանձին խոսելու, տեսնեմ ով ինչ է սովորել, ինչ լավ բաներ կային ու ինչեր դեռ կան անելու հաջորդ փուլերում եւ նաեւ շատ կարեւոր է ծրագրի կայունականությունը ու շարունակելիության հետ կապված։ И целью этого проекта является повышение навыков сельских женщин, способствовать их активному включению в устойчивое управление природными ресурсами и способствовать укреплению регионального сотрудничества. И в Армении, в Шноре, в Арчисе, в Тэгուտը мы создали женские советы, которые активно работают над природоохранными проблемами. Բնական է, որ հիմա հեշտ ոչ մի աշխատանք չկա, առավոտյան 9-ից մինչև 6-ը նրանք լինում են դաշտում, աշխատում են, բայց ձեզ ասեմ, որ ջանասիրաբար են աշխատում եւ ամեն մի բույսը իրենք գիտեն, ես նույնպես գիտենք ծլած ժամանակաշրջանից մինչև երբ որ բերք է տալիս, այդ ժամանակահատվածում նրանք անդադ աշխատում են այդ բույսերի հետ։ Ֆերմերային դաշտային դպրոցներում շեշտը դրված է առանց թունանյութերի մթերքի արտադրության վրա։ Պայքարը վնասատուների եւ հիվանդությունների դեմ նույնպես առանց թունանյութերի է։ Օրգանական գյուղատնտեսության ամենամեծ առավելությունը կանայք համարում են էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը, բացի այս ծրագիրն ունի բնապահպանական ուղղվածություն։ Քանի որ քիմիական պարարտանյութերը հողի մեջ առաջացնում են անցանկալի նյութեր եւ բույսերի ու պտուղների մեջ ավելանում են նիտրատների քանակը, դրա համար խնդիրը դրված է օրգանական ձևով ստանալ այս բերքը։ Գարգարի ֆերմերային դաշտային դպրոցում արտադրվում է հիմնականում ծնեբեկ, բրոկոլին, որը նույն ծաղկակաղամբն է, սակայն դրա գինը շուկայում 10 անգամ գերազանցում է սովորականին։ Աճեցվում են նաեւ խոտաբույսեր, դաղց, ուրց, նանա եւ այլն։ Ընդհանուր առմամբ աճեցվող բույսերի քանակը հասնում է մի քանի տասնյակի։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։